«1995-ին ձևավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին Գերագույն խորհրդի շենքում կշարունակի աշխատել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հուլիսի 17-ին պարտավոր էր հրապարակել համամասնականի անվանացանկը, բայց այն մինչև օրս չէր արել։ 1999-ի ընտրություններին հաջորդող 12-րդ օրը Ռուսաստանի դեսպանատանն ընդունելություն է այդ երկրի անկախության օրվա առիթով։ Հայաստանի քաղաքական էլիտան այստեղ է, բոլորն իրենց տիկնանց հետ, Ռոբերտ Քոչարյանը սակայն կնոջ հետ չէ։ Հայաստանը եւ Ռուսաստանը, ինչպես եւ դարեր շարունակ, մնում են ամենալավ, ամենաջերմ բարեկամներ։ Между Арменией и Россией есть всегда огромный потенциал возможностей. Было бы желание руководителей. Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են լավ եւ ձգտումն է ավելի լավացնելու եւ ոչ թե ավելի վատացնելու։ Մենք երբեք Ռուսաստանից հեռու չենք եղել։ Ավելի մոտիկ ուղղակի հնարավոր չէ։ Ավելի մոտիկ բացառվում։ Վճռաբեկ դատարանի դահլիճում շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով դատավարությունը։ Այս բանդան դատավարության ամբողջ ընթացքում կապվում է նորընտիր падգամավոր եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ։ Նոր խորհրդարանն ավելի լեգիտիմ է, քան Հայաստանի նախագահը 1999-ի ընտրություններից հետո հայտարարում են խորհրդարանի ընտրությունները բոյկոտած ուժերը, բայց դա չի նշանակում, որ խորհրդարան մտած ուժերը ներկայացնում են հասարակության շահերը, այն ճահիճ է։ Քաղաքագետներից մեկի կարծիքով իշխանությունն ամբողջությամբ պատկանում է զինվորականությանը եւ պետք է մտածել նրան սանձելու մասին։ 1999-ի խորհրդարանում դաշնակցությունը ղեկավարելու է Պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը։ Պատգամավոր Վիկտոր Դալաքյանը նկատում է, որ դաշնակցությանն այնուամենայնիվ կառավարությունում չի կարելի վստահել նույն ոլորտների ղեկավարումը, որոնք վստահվեցին խորհրդարանում։ Կրթության եւ մշակույթի նախարարությունները բավականին լայն ոլորտ են, որպեսզի դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները զբաղվեն այդ ոլորտով։ Նորընտիր խորհրդարանի միակ падգամավորական խումբը կայունությունն է, որտեղ շատերը երկրապահից են եւ համակրում են միասնություն դաշինքին։ Նրանք պարզապես չեն ցանկացել համալրել որևէ կուսակցության շարքերը, բայց հայտնի են ավելի շատ իրենց մականուններով եւ գործարարությամբ։ Կապացենք, որ այո, այդ մարդիկ, որ ասում են մականուններ ունեն, որ ինչ-որ կլաններից են խոսում, ոչ, այդ մարդիկ այդ երկրի քաղաքացի են։ 2003-ի քվեարկությունից ճիշտ 12 օր անց Արդարություն դաշինքը Մատենադարանի մոտ հանրահավաք է անցկացնում, հայտարարելով, որ գնում է խորհրդարան, որպեսզի փոփոխության ենթարկի հանրաքվեի մասին օրենքն ու ստիպի իշխանությանը կյանքի կոչել Սահմանադրական դատարանի առաջարկած Հայաստանի նախագահի վստահության հանրաքվեն։ 2007-ի ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին է փոխանցում իր գոհունակությունը առ այն, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում։ Պարոն Օսկանյանը առաքելության ղեկավարին փոխանցում է, որ հաջորդ տարի տեղի ունեցող նախագահի ընտրությունները եւս մեկ կարևոր քայլ կլինեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում։ 2012-ի ընտրություններից երկու շաբաթ հետո հիմնական թեման հանրապետականի հետ ԲՀԿ հնարավոր կոալիցիան է, ինչ որ շատ է ուշանում այդ մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, որ այդ դասին Ծառուկյանը դեռ պատրաստ չէ։ Իդեպ Սահակյանն իր երթին պատրաստ չէր այն հարցին, թե քանի միլիոն ընտրակաշարք են բաժանել Ծառուկյանն ու Հանրապետականը ընտրություններում։ Քանի միլիոն դոլար, քանի միլիոն դոլար։ Այդքան ժողովուրդ չունեք, որ քանի միլիոն դոլարը։ Հայ ազգային կոնգրեսի ցուցակով падգամավոր դարձած Գագիկ Ջհանգիրյանը վատ է զգում, որ այս դաշինքը լքում են լիբերալ-դեմոկրատական եւ Հանրապետություն կուսակցությունները, բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ, ՀԱԿ-ը դրանից հաստատ չի թուլանա։ Ինչքան էլ անհատական մենք կորուստ ունենանք, քաղաքական կորուստ չեմ կարծում, որ կունենանք։ Գրիգոր Ամելյանի ղեկավարած հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է ընտրություններում Քարոզարշավի լուսաբանման անհավասար պայմաններով աչքի ընկած կենտրոն եւ երկիր մեդիա հեռուստաընկերություններին ֆինանսական տուժերի չենթարկել։ Եթե հնարավորություն կա, եթե ունենք հնարավորություն, մեր մոտենանք։ 2012-ի ընտրություններից հետո հրդեհվում է Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը։ Մի քանի մարտական հաշվարկ հրդեհաշիջող մեքենաների շնորհիվ կրակը հաջողվում է մարել նույն օրը։ Տուժածներ չկան, որոշ տեղեկություններով հրդեհի ծառը շենքում պայթյուն է լսվել։ Դա կարող է նույնիսկ այդ տանիքի եղած նյութերի այրվելուց կարող է ճարճատի դա եւ պայթյունի տպավորություն թողնի, ես չեմ կարող դա ասել։ Չոր փայտ է եւ այլն։